Տատի։ Տատի։ Ինչ ա եղել, նոր ինչ ես գոռում, բան ա եղել։ Դու ինձ ամեն ինչ պետքա բացատրես։ Ինչ ա եղել, նորո, ես արդեն վախենում եմ։ Արշակը մեր տուն գումար փոխանցել, հա։ Եղել է տես բան։ Պապայի փողերը չեղել, Արշակն է մեր տուն փող ուղարկել։ Տենց ես մեզ պահել օգնել, հարցիս պատասխանի։ Նորո։ Ինչ նորո։ Եղել է տես բան, թե չէ։ Արշակը մեր տուն գումար փոխանցել է, դու վերցրել ես գումար։ Չէ, ես ոնց կարող այդ դրա փողերը վերցնել, չէ, չեմ արել տենց բան։ Դու գիտես, որ ես համբերություն չունեմ, հարցից նորմալ պատասխանի, ես ուղղակի բան չեմ ասում։ Ականջիս ինչ-որ բան հասել է, դրա համար եմ ասում, եղել է տես բան, թե չէ։ Տատ, մի անգամ էլ եմ հարցնում։ Էլ ես թեմային չեմ անդրադառնալու, էլ ես թեման չեմ բացելու, նորմալ հարցից պատասխանի։ Տես բան եղել է, թե չէ։ Արևը դեռ չի վերջացրել, իսկ թված գնացել ես տուն բերելու։ Չէ, խնդրել եմ ես շրջանում անհատական պարապմունքների մնա դպրոցում, որ տարերը շուտ սովորի։ Բան ա եղել Արշակ։ Ուղղակի սա հարցի լուծում չի։ Մենք Արևի համար պետքա դայակ գտնենք։ Ես էլ չեմ հասցնում, տանեմ, բերեմ, սովորեցնեմ։ Ես մեծ հաճույքով կխնամեի Արևին, ուղղակի աշխատանքս վերականգնել եմ, պետքա աշխատեմ։ Ուրեմն պետքա այդ հարցով արագ զբաղվենք։ Փաստորեն շուտով չենք իմանալու, թե Արևին ով ա պահելու։ Նենց եմ վախենում, որ պատկերացնում եմ այս տուն նորից մարդ ա գալու։ Էլիզի պատմությունները մեծ հետք են թողել։ Կներես, գիտեմ, որ այս թեման քեզ հաճելի չի։ Ինչքան էլ որ հաճելի չլինի, ես էլ եմ անհանգստանում։ Բայց պետքա մի բան մտածենք, այն տարիքում չի, որ տանը մենակ թողնենք։ Ամերիկայում ուրիշ էր։ Երբ որ սովորական աշխատող ես ընտրում, երկար բարակ ճշտում ես։ Բայց որ եկանք Հայաստան, մի տեսակ ավելի հանգիստ ես։ Տենց բան կա չէ մեր մեջ, քեզ թվում է թե Հայաստանում մարդիկ ուրիշ են։ Բոլորը բարեկամ են, հարազատ։ Բոլոր երեխեքին սիրում են, ոնց որ իրանց երեխեքին կսիրեն։ Դե հա տենց էլ կա։ Հա, ճիշտ ես, ես էլ եմ ուզում տենց մտածեմ։ Բայց պետք է ուշադիր լինենք։ Մագդա, ես չեմ ուզում Շուշան երեխեքին թշնամու աչքով նայեմ։ Բայց ես չգիտեմ, թե Էլիզի գլխում ինչ ա կատարվել, որ եկել ա մեր տուն։ Լավ ա, որ գոնե ամեն ինչ սենց ավարտվեց։ Ես չգիտեմ քեզով ինչ ասել, բայց շատ սխալ են հասցրել։ Տա դու մի տեսակ լարված ես։ Քո նման չես, գիտես չեմ նկատում, որ ձեռքերդ դողում են։ Դեմքդ չեմ տեսնում։ Կարող է քեզ առաջի օրն եմ ճանաչում։ Դու որ մի հարցի շուրջ ճիշտ ես լինում, պատասխանը իմանում ես, մեզ չես նայում, քոնը առաջ ես տանում։ Իսկ հիմա մի տեսակ ուրիշ ես։ Ասեցի նման բան չեմ արել։ Ինձ չես հավատում, նորո։ Չէ, չեմ հավատում։ Գիտես ինչի չեմ հավատում։ Որովհետև լիքը բան եմ հիշել։ Լիքը բան եմ վերլուծել։ Նրա համար չեմ հավատում, որ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել։ Ուրիշ բան կա։ Այսինքն, այդ ինչ ես հիշել։ Որ քո մոտ միշտ գումար կար։ Մենք այդ ժամանակ գումար չունեինք։ Ոչ էլ դու էիր աշխատում։ Գիտես չեմ հիշում այդ դոլարները սեղանի վրա դրված։
որ ամեն կերպ ուզում էիր թաքցնել, որ չնկատեինք։ Եկար բալես։ Հաց չեմ սարքել, բայց դու արի նստի հեսա մի բան կմտածեմ։ Ար։ Նոր եմ բերել։ Չեմ հասցրել պահեմ։ Համել Ալինայի դեղերը կառնեմ։ Ասել եմ, չէ, պապա տուղարկում է, ես էլ… Հասկացա։ Ես գնում եմ լողանամ, հետո գնամ աշխատանքի։ Երեխուն էլ վաղը կբերենք։ Ասում էիր պապան է ուղարկել։ Իսկ եթե պապան էր ուղարկել, ճակերտա, որ մեր պապան, որ մեր համար ամեն ինչի պատրաստ է։ Ինչի պետքա թաքցնեիր։ Կգայր մեր մոտ այդ ծրարները կբացեիր, ցույց կտայիր։ Այդ հին պատմություններն ինչի ես հիշել։ Ինչի տա պետք։ Հիշել եմ, որովհետև պետք է տատ։ Կամ հիմա դու ինձ ամեն ինչ պատմում ես, նենց ոնց որ կա։ Ճշմարտությունն ես ասում։ Կամ ես գնում եմ ու իմ համար ինչքան էլ դժվար լինի, դրանից եմ հարցնելու այդ հարցերի պատասխանները ստանամ։ Որ հասկանամ ինչքան եմ գումար պարտք։ Ոնց եմ այդ փողերը տալու։ Հիմա ասում ես, թե ես գնամ։ Ես վատ բան չեմ արել, բալես։ Ես այդ ժամանակ շատ մենակ էի ինձ զգում, անօգնական։ Մայրդ գնաց, հայրդ գնաց, դուք մնացիք իմ հույսին, երեկան չափահաս երեխա, ես ոչ աշխատում էի, ոչ տարիք սերներում, ես չգիտեի ինչ անեի, ես չէի ուզում մայրդ փողը թողել գնալուց, ես այդ փողը որոշեցի վերցնեմ, ծախսեմ ու ձեզ չասեմ, գիտեի, որ ասեմ պատուհանից դուրս է շպրտելու, դրա համար էլ չասեցի, շատ վատ վիճակում էինք ապրում ու այդ փողը այդ մարդն էր տվել։ Հետո։ Հետո այդ մարդը մի քանի անգամ էլի փող ուղարկել, ես վերցրել եմ, ամեն անգամ որոշում էի չվերցնեմ, բայց հնարավոր չէր, որովհետև տանը մի կոպեկ փող չէր լինում ուտելու, չգիտեի ոնց ապրեինք, ձեզ ոնց պահեի, Էլիզի վարձը պետքա տայինք, տանը մի կոպեկ փող չկար, ոնց կարողա չվերցնեի, դրա համար էլ վերցնում ու ծախսում էի ու ձեզ չէի ասում, բայց ասում էի, որ հայրը տա ուղարկել։ Հիմա նստած խոսում ենք, բայց ես չեմ ուզում, որ տենաս, Էլիզին հիշես ու սկսես կասկածել։ Ուղղակի ամեն ինչ նոր է, ու տպավորություններն էլ դեռ թարմ են։ Մագդա, ուզենք թե չէ, պետքա նորից վստահենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Ես չեմ կարա չաշխատեմ։ Գիտես, քանի գործնական հանդիպում եմ հետ գցել, որ արևին հասցնեմ։ Չգիտեմ, գնամ, բերեմ։ Կլինի այս անգամ դայակին ես ընտրեմ։ Ինչի մտածում ես, որ Էլիզի հարցում սխալվել եմ, միշտ եմ սխալվում։ Չէ, ինձ սխալ մի հասկացի։ Ուղղակի իրոք աղջիկան ավելի լավ ասկում։ Տես Էլիզի պարագայում ոնց էի զգում, որ խաբում է, ճիշտ էի, չէ։ Մագդա, կլինի փագենք Էլիզի թեման, ինձ հաճելի չի։ Կլինի։ Նայ, ես չեմ ուզում քեզ նեղացնեմ։ Կամ էլ երեսով տամ։ Որովհետև դու իմն ես, ու քո սխալը իմն է։ Բայց արի չմոռանանք, որ դու էլ նորոյին վստահեցիր։ Ես հավատում եմ, որ նորոն ոչ մի բան չի իմացել։ Այդ ոնց է ստացվում, որ նորոյի պարագայում հավատում ես։ Չգիտեմ, չեմ կարա բացատրեմ, ուղղակի հավատում եմ։ Լավ, արի համարենք, որ մարդուն ճանաչելու համար մի կյանքը քիչ է։
Հիմա նստած խոսում ենք, զրուցում ենք, բայց մենք չենք իմանալու, չէ, ով է մեր տուն մտնելու։ Բայց չեմ էլ ուզում բոլորին կասկածեմ, սենց ավելի կգժվեմ։ Դու ո՞նց ես տես բան արել։ Ո՞նց ես քեզ ընդհանրապես արդարացնում։ Հե՞։ Ես էլ գլուխ եմ գովում։ Չեղածները հպարտ եմ խաղում։ Դու ո՞նց ես հասկանում, որ այդ գումարը վերցնելով բոլորիս ոտքի տակ ես առել։ Նախ առաջինը քո տղու դեմքին ես թքել։ Ո՞նց ես հասկանում այդքան բանը։ Ես հիմա ո՞նց եմ ապրելու։ Ո՞նց եմ գլուխս բարձր քայլելու։ Եթե քեզ թվում էր իմ համար հեշտ էր, ես ուրախությամբ եմ վերցրել, սխալվում ես։ Մենք դրա կարիքը ունեինք։ Չէ, դու այդ ամեն ինչը տաղուտ համար ես արել։ Նրա համար, որ մտածեք, որ մենք պապա ունենք, որ մաման ոչ մի բան մեր համար չի անում։ Դու ինձ դրա համար ես արել, տաղուտ բարձրացնելու համար։ Որտեվ տղետ ինչքան էլ միշտ սխալ բաներ արել, միշտ պաշտպանել ես իրան, միշտ առաջին իր մասին ես մտածել։ Դու ահա որ մեծ սխալ ես արել։ Դու տեսել ես, որ ես անչափահաս օր ու գիշեր աշխատել եմ։ Ամեն ինչ արել եմ, որ ձեզ օգնեմ։ Որ ոտքի վրա մնանք, ոնց կարա իմ հանդեպ տես բան անել։ Քո աշխատանքը հազիվ տան ծախսերին էր հերիքում։ Էլիզը պարապում էր։ Ալինա սիվանդանոց ընկավ։ Այդ բոլորը ծախսեր են, չէ, տղա ջան։ Ես չէի ուզում, որ ամեն ինչ քո ուսերի վրա մնար։ Կարող եմ մի օր էլ իմանալ, որ մինչև հիմա գումար ես վերցնում դրանից, հե՞։ Չէ, ես ընդամենը մի քանի անգամ եմ վերցրել ու վերջ։ Ինչքան։ Չեմ հիշում։ Փորձի հիշես։ Գնա դետելը մեր որի մեջ որ նշել ես։ Հասկանամ ինչքան գումար եմ պարտք։ Այդ ինքն է քեզ ասել։ Հաճու ձախ խոսում է։ Որովհետև դու ես թույլ տվել։ Դու ես դրա բերանը լեզու դրել։ Ու դրա իրավունքը ունի։ Տավելա լավ անում, որ ասում է։ Ես ավելի լավ սոված լինեի։ Ավելի լավ այդ տարիքում շորջ ունենայի հագնելու։ Դրսում կնեի։ Նորո ջան, ես ձեր համար եմ։ Սուս մնա։ Չէ, դու մեր համար չես արել։ Տես չասես։ Դուք տենց էլ չսովորեցիք, որ մենք ընտանիք ենք։ Այս տան պատերը չսովորեցին, որ պետք է մեկս մեկին հարգի, որ ոչ մեկս իրավունք չունենք մեջքից իրար խփենք։ Դու քեզ այնքան սխալ ես պահել, որ ես չգիտեմ ոնց եմ ապրելու, ոնց եմ մարդամեջ ելնելու, ոնց եմ գլուխս բարձր քայլելու։ Արժակը մեզ օգնել է, բայց օգնության մասին ով է խոսում։ Ով է պատասխան պահանջում։ Ոչ մի բան էլ չի օգնել։ Լսում ես։ Դու ես ամեն ինչը քո համար ու քո տղու համար ես արել, որ մեր աչքին բարձրացնես։ Իսկ արժանքներ արել են նրա համար, որ ես ամեն ինչը մենք մոռանանք։ Ինչքան էլ որ մորս տարել է, դու այդ գումարը պետք է չվերցնեիր։ Դու հասկանում ես, որ մեզ կոտրել ես, ջուր ես սարք այդ մարդու դիմաց։ Ու մենք հիմա ինչ էլ անենք, ոչ մի բան չենք կարա փոխենք։ Այլիս։ Նորոջ ես գալիս։ Ինչ ա եղել երեխան վատա։ Չէ, բայց արի անընդհատ հարցեր է տալիս, չգիտեմ ինչ ասեմ։ Լավ, հենց հիմա գալիս եմ։ Երեխան լավ չի։ Նորո բան ա եղել։ Էլիս խնդրում եմ ժամանակ գտի ու զանգի ինձ, ես էլ չեմ դիմանում սենց։ Ոնց է երեխան։ Չգիտեմ, բժիշկները ասում են, որ լավ է, բայց տեսնում եմ, որ լավ չի Նորա։
Իսկ կարող է տենց պետքա լինի։ Չգիտեմ ոնց պետքա լինի։ Մենակ գիտեմ, որ երեխան լավ չի։ Հիմա մենակ եմ թողել քնելա։ Ոնց եք։ Ինչ նորություն կա։ Չկա ոչ մի նորություն։ Ես գնամ բժշկին տեսնեմ դեմ։ Էլի վատացել է։ Լավ էլի զանգստացի, մի լացի այդքան։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես հոգնել եմ այդ լավը պատկերացնելուց։ Ուզում եմ տեսնեմ այդ լավը, ոչ թե պատկերացնեմ, ես էլ չեմ հավատում այդ։ Էլիս մի մոռացի, որ այս երեխեն Ալինայի տարիքին է։ Ու քո պահվածքով իր վրա կարաս ազդես։ Չէ, ես լավ եմ։ Ու վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Դուք ինչքան էլ չհավատաք ու կասկածեք, ես հավատալու եմ ու չեմ կասկածելու։ Մի քանի օր առաջ կռիվ ա եղել, ոստիկանությունն ա խառնվել, վախեցել ա, որ կբռնեն, դրա համար էլ եկել ա Հայաստան։ 4 օր ա Հայաստանում ա, 3 չի եկել, տենց չի։ Հիմա էլ զանգել ասել են, որ խնդիր չկա, ոստիկանության թեման փակ ա, դրա համար էլ ուզում ա գնա։ Ոչ թե նրա համար, որ ստեղին ամ վատ են ընդունել։ Հա նորո։ Ինչ ասաց։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է հիմա։ Իսկ կարող ա դեղերից ա։ Դե։ Ես եթե կարճ ասեմ, Ալինայի օրգանիզմը էլ չի ուզում պայքարի։ Այսինքն բժիշկները ամեն ինչ անում են, որ երեխու իմունիտետը բարձրանա։ Բայց բուժման ընթացքն կբարդանա։ Ես չեմ դիմանա այս ամեն ինչին։ Չեմ դիմանա նորո։ Ասես, որ այսօր պետք է մնա հիվանդանոցում ջուտը։ Որ չի կարա դուրս գրի։ Իսկ կարանք մի րոպեով գոնե տեսնենք Ալինային, մի րոպեով։ Կարանք, բայց ոչ բոլորս։ Ռոբ, եթե ուզում ես դու մտի։ Ես հիմա այն վիճակում եմ, որ կարող է չկարանամ ինձ տիրապետեմ, բայց եթե զգում ես, որ դու էլ չես կարա, դու էլ մի մտի։ Չէ, ես կարամ, ուղղակի ինձ մի րոպեով պետք է Ալինային տեսնեմ։ Ալո, Էդ ինչ կա, ոնց ես։ մի քիչ խառնեմ էլի Մագդա կզանգեմ։ Ինչ որ բան ա եղել։ Էդ նորոյի քուրիկը ոնց ա։ Ինչ ասել ես, որ լուրջ խնդիրներ ունի, մտքիցս դուրս չի գալիս։ Մագդա հիմա հենց այդ հարցով է հավաքվել ենք հիվանդանոցում ենք, երեխան վատացել է։ Ոնց վատացել ա։ Ինչ ա եղել։ Հա, Մագդա, բժիշկները բուժումը սկսել են, բայց սիստեմա ընդունելուց վատացավ։ Էդ ես ինչով ձեզ կարամ օգնեմ, մենակ ասա։
Ես ինչքան էլ իրանց դեմ լծված լինեմ, ես չեմ ուզում այդ երեխեն տանջվի, ես իրոք անհանգստանում եմ։ Դու հիմա ոչ մի բանով չես կարող օգնես, հիմա ամեն ինչ բժիշկների ու Ալինայի ձեռքերում է։ Լավ, ես քեզ կզանգեմ էլի։ Մագդաներ։ Հա։ Այդ չեմ հասկանում։ Մագդան իմ կյանքի բոլոր նորություններից պետք է տեղյակ լինի, հա? Նորո, թուլացի էլի մի հատ աղբերս։ Դες բաներ մի ասա, մարդը ուղղակի անհանգստանում է։ Իր օգնություններ առաջարկում։ Աղբորն է ուզում նմանվի, թե աղբերը մեծ բարեր առաջ է, ճանաչված։ Վերջ, նորո, վերջացու ցավը տանը։ Ալինան երեխա է։ Մագդան էլ գիտես խղճով աղջիկ է, նորմալ է որ անհանգստանում է։ Վատ բան չի արել մարդը։ Պետք չի նորո ամեն ինչի մեջ տենց վատ բան մանգաս։ Ես քեզ ասել եմ այդ։ Հիմա էլ եմ ասում։ Ես չեմ ուզում, որ Մագդան իմ հետ կապված նորություններ իմանա, հատկապես ընտանիքիս հետ կապված։ Ինձ թվում է ինձ հասկացար։ Հա, հասկացա։ Ռոբ։ Ոնց ես Ալին։ Չգիտեմ։ Ռոբ, ես առաջին անգամ ես աստիճան վատացել։ Դու չես կարող պատկերացնել ոնց էի վախեցել։ Չեղավ Ալին։ Մեծ հավաքի քեզ։ Ռոբ, ես զգում եմ, որ ինչ-որ լուրջ խնդիր կա։ Հա, ես էլ ոչ մի բան չեմ ասում։ Հարցեր չեմ տալիս, բայց ես զգում եմ, որ այս սիստեմաներն ու շարունակական իմ գլխապտույտներն ինչ-որ թեթև բանի հետևանք չեն։ Իսկ կլինի դու քեզ ենթադրություններ չանես։ Նորոն ու Էլիզուր են։ Միջանցքում են։ Բա ինչի ներս չեկան քո հետ։ Թե չգիտեն այս անգամ ինչ էր ինձ խաբելու։ Ոչ մի խաբելու բան չկա Ալին։ Ուղղակի ես մի քիչ շտապում եմ դրա համար, առաջինը ես մտա։ Ինչի չէիր ուզում ինձ տեսնեիր։ Ուզում էի, շատ էի ուզում։ Ռոբ, դու գիտես ինչ-որ բան։ Ռոբ, գոնե դու ինձ ճիշտն ասա, հա։ Ես ամբուժելի հիվանդ եմ։ Ինչ ես խոսում Ալին։ Գժվեցիր։ Կարող է դեղեր ուղեղը չորացրել են։ Դու լավանալու ես ու շատ շուտ։ Էլ չասես տենց բան։ Լավ կներես։ Հիշում ես չէ, ես քեզ ասել եմ, դու սիրուն ես այն ժամանակ, երբ որ ժպտում ես։ Հիմա որ խնդրեմ մի հատ կժպտաս, որ ես հանգիստ խղճով կարողանամ դուրս գամ։ Այսինքն շատ լավ աղջիկ ես։ Հաստատ։ Ես քեզ խաբելու ոչ մի բան չունեմ։ Մագդա արևին բերեցի, փոխվում է։ Դե հեսա ուտելիքն է պատրաստ կլինի։ Լսի, կարող է դու ինել զանգես կանչես, գա մեր հետ հաց ուտի։ Այդ տղեն մենակ է ապրում, ես վստահ եմ, որ նորմալ չի սնվում։ Չէ, դժվար ինքը գա։ Ինչի։ Նորոյի հետ է։ Ալինան այսօր նորից վատացել է։
Ոնց։ Ինչ ա եղել, հիմա ոնց է այդ երեխան։ Դե ասեց նորմալ է, բայց ամեն դեպքում։ Ես պետք է մի բան անեմ։ Ես կխոսամ բժշկի հետ։ Կասեմ, որ ինչ որ պետք լինի, թող ինձ ասի։ Արշակ, որ բժիշկը հարցնի ով ես, ինչ ես ասելու։ Ուրիշ բան պետք է մտածենք։ Ես էլ եմ շատ ուզում, որ այդ երեխուն օգնենք, բայց ինչ կլինի, արի իրավիճակի մասին չմոռանանք։ Մագդա, ես կօգնեմ։ Ես կօգնեմ, հաստատ կգտնեմ ձևը։ Նոր դու գնա տուն հանգստացի էլի։ Չէ։ Այսօր ես եմ մնալու քո կողքը։ Ես տենց եմ ուզում։ Տխուր ես։ Հա, մի քիչ։ Դու ստեղ պարկած ես։ Ես ոնց կարամ ուրախ լինեմ։ Նոր ես կլավանամ։ Գիտեմ։ Մի րոպե անգամ չեմ կասկածում։ Արդեն ես եմ համոզում քեզ։ Չէ։ Դու գիտես, ես քեզ միշտ ճիշտ եմ ասել, չեմ խաբել։ Ուղղակի բայր են լինում, որ մի քիչ վախենում եմ, այդքան բան։ Գիտեմ։ Ու դու հիմա էլ ես վախենում, ասես, որ իմ վիճակը լավ չի։ Չէ։ Չկա տես բան։ Հա, կարող է ես քեզ մի քիչ ավելի թույլ եմ ներկայացրել ու հիմա ավելի երկար ժամանակ ապետ բուժվելու համար, բայց ես քեզ չեմ խաբել։ Գուցե ավելի շատ պետք լինի ժամանակ բուժվելու համար, բայց դու ուժվելու ես, ու այդ չի քննարկվում։ Նոր երեխան գիշերը ոնց ա եղել։ Հանգիստ քնել, հա։ Հա, ամբողջ գիշեր կողքին եմ եղել։ Մի րոպե աս չեմ փակել։ Բժիշկը ասես պետքա դեղեր տանեմ։ Կարողանամ այսօր կտանեմ հիվանդանոց։ Ես մոտն եմ գնալու։ Կուզես ես տանեմ։ Չէ, դու գնա երեխու կողքին եղի, հետո ես կբերեմ։ Բայց նոր Ալյա։ Փող չունի։ Երևի դեղերը շատ թանկ են։ մի բան կանենք, տատ։ Ալո։ Զանգել է իր Նորո ջան։ Հա, ախպեր ջան, այսօր վաղը կգամ այդ գործը կավարտեմ, բայց ուզում եմ քեզ խնդրեմ, եթե հնարավոր է այսօր այդ գումարը տաս, էլի։ Հասկանում եմ Նորո ջան, հարց չկա ախպեր, բայց գործը առաջ չի գնում, մեծ հավատ տանեմ։ Ես խոստանում եմ գիշեր ցերեկ կգամ կաշխատեմ, ինչ պետքա կանեմ։ Խնդրում եմ ախպերս գոնե այդ գումարը այսօր տու, էլի։ Չէ, էլի Նորո ջան, չէ ախպեր, հնարավորություն չունեմ, կներես։ Հիմա ես ինչ եմ անելու։ Ոնց եմ գտնելու այդ գումարը, ոնց եմ առնելու դեղերը։ Ես էլ աշխատանք չեմ գտել։ Չգիտեմ ինչ ենք անելու Նորո։ Այդ գումարը մեզ մենակ մի հոգի կարող է տա։ Թեկուս պարտքով։ Ու այդ Արշակն է։ Հա։ Տատի։ Ճիշտ եմ ասում։ Ուզում եք մեղադրեք, ես ճիշտ եմ ասում։ Տատի մի օր էլ չի անցել, մի օր էլ չի անցել մեր խոսակցությունից։
Ահա դու լուրջ մտածում ես, որ մենք պետքա գնանք մեր թշնամուտուն ու փող ուզենք, հա? Փող խնդրենք տատի։ Մի մոռացեք, որ խոսքը Ալինայի մասին է։ Թողենք, որ այդ երեխան տանջվի։ Մի կողմ դրեք ձեր հպարտությունը։ Խոսքը երեխու առողջությանն է վերաբերվում։ Մտքովդ հանգարտ այս բան չանցնի։ Լսեցիր ինչ եմ ասում։ Մտքովդ չանցնի։ Եթե միջև հիմա քո արածները ներել եմ, ես անգամ էլ չեմ ներելու։ Ուղղակի կհավաքվենք ու կգնանք այս տնից։ Իսկ որ Ալինայի հետ մի բան եղավ, երեխուն մի բան պատահեց, դուք ես կներես նորը։ Ոչ մի բան էլ չի պատահի։ Ես իմ քրոջ հարցերը կկազմակերպեմ, ամեն ինչ կլուծեմ։ Արշակը պարտավոր է ձեզ օգնի։ Պարտավոր է։ Տատի! Նորո հանգստացի։ Տատի դու էլ վերջացրեք մի հատ։ Մեզ այդ արշակի փողերը պետք չի։ Դե ինչ ասեմ։ Թողեք ձեր քույրը այնտեղ տառապի։ Թողեք հիվանդությունը գնալով ավելի բարդանա։ Չէ դու դիտավորյալ ես, չէ անում։ Հատուկ ես, չէ անում։ Ինչ ես ուզում դրանով ասես, որ ես այնքան չկան, որ քրոջս հարցերը կազմակերպեմ, լուծեմ այդ հարցերը, հա։ Ասեցի ես ամեն ինչ կանեմ, բայց կյանքում դրան այդ գումարի հարցով չեմ դիմի։ Նորո ջան, ես քո սիրտը լավ գիտեմ։ Քո ցանկություններն էլ գիտեմ, բայց ժամանակը այդքան չի սպասի, որ դու աշխատես այդ գումարը։ Խոսքը երեխուն է վերաբերվում։ Պետք է այդ հարցը շուտ լուծում ստանա։ Տատ, ասենք ինչի էլի։ Ինչի ես սենց անում։ Բա ինչ անեմ։ Թողեմ քրոջդ վիճակն ավելի վատանա, ես ուզում եմ քրոջդ փրկեմ։ Այդ ինչ անցած անգամի մասին էր Նորոն ասում։ Ինչ որ բան է եղել։ Հա։ Եղել է։ Հալսի մի երկու հոգի զանգեցին։ Դե չգիտեմ, պայմանավորվել եմ, որ գան ծանոթանանք։ Ասել եմ, որ հայոց լեզվի մասնագետ լինելը շատ կարևոր է։ Լավ, ես վերջացնեմ, հետո կզանգեմ, կխոսենք։ Ալո, Դուր ես բարի լույս։ գործով դուրս եմ եկել, ինչ կա։ Բան չէ, ուզում գնամ քո տուն մի քիչ աշկ կպցնեմ։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ո բան չի եղել տանը։ Չէ, ախպեր ես, ուղղակի ուզում եմ մենակ մնամ։ Այդքան բան։ Լավ, ախպեր ես, գնա, կգամ կխոսանք։ Փաստորեն այդ մարդը մեզ փող ա ուղարկել ու Նորոն իմացել, հա? Պատկերացնում եմ Նորոյի վիճակը։ Փաստորեն անիմաստ ենք, հա, այդ մարդուն ատել։ Փաստորեն օգնել ա մեզ այդ մարդը։ Օգնել ա տատի։ Հերիքա անընդհատ նույն բանը կրկնես։ Իմ վիճակն էլ պատկերացրու։ Հետ էր մնացել պակաս։ Մի քանի անգամ օգնել է։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Տատի սուս մնա։ Գոնե հիմա սուս մնա տատի։
Էլիս դու հասար հիվանդանոց։ Դե լավ է։ Ես 2 ժամ գոնե քնեմ, հետո գնամ դեղերի հետևից։ Լավ։ Մագդա, ի՞նչ ա եղել։ Վարել ես ձեռքեր։ Ինչ։ Ասում եմ վարել ես ձեռքը, շատ ա ցավում։ Չէ, նորմալ է։ Պահի, պետք է շատ պահի սառը ջրի տակ, որ ջուրի։ Նորմալ է։ Ես չգիտեի, որ ստեղ ես, Էդոին ասել էի, որ գալու եմ, բայց բան չի ասել։ Որովհետև ինքն էլ չգիտեր։ Ուզում էի անակնկալ անեի, ասեցի, ինչ-որ համով բան պատրաստեմ։ Այն էլ չգիտեի, որ տան բանալիները բոլորին բաժանում է։ Տեսնես իրա մոտ գոնե բանալի մնացել, հա։ Սենց չի կարելի թողել, գնամ դեղատուն մի բան բերեմ, քսուկա դեղա, ի՞նչ ա պետք է ժամանակ։ Չէ, նորմալ է։